Դժբախտաբար ինքը հենց որ եկանք առաջին կարավանով 47 թվականին արդեն այնքան ուշացրին Վրաստանում շոգենավով եկանք։ Այդ ընթացքն եմ ուզում Ալեքսանդրիայից եկաք։ Շոգենավով, այո, ինչի այդ մի հատ Բաթումիում, հա, մնացինք կարանտինա, որովհետև բարձվեց, լսեցինք, որ Եգիպտոսում համաճարակ է սկսվել եւ մեզ չեն ընդունում 40 օր բանի կարանտինայի մեջ մնացինք։ Հայրենիքը շատ լավ ընդունեց, մինչև եկանք արդեն ուշ էր, ցուրտ ձմեռ լուլաները կախված էին ազգային գրադարանի կտուրներին։ Մեզ այնտեղ տեղավորեցին բժշկական ինստիտուտի հանրագացարանում, որպես մտավորականի ընտանիք մեկ սենյակ տվեցին, մենք 7 հոգի էինք դարձել, արդեն ոչ թե 4։ Այո, այնպես որ բաբաս շատ քիչ ապրեց, ընդամենը 5 ամիս, եւ այդ 5 ամսվա ընթացքում կարողացավ եւ ռադիոից զեկուցումներ ունենալ եւ հրատարակել 3 պատվալային մեծ հոդվածներ խորհրդային Հայաստան թերթում։ Այո, Տիկին Վարժան, քանի տարեկան էր ձեր հայրը, որ մահացավ։ 44 տարեկան։ 44 տարեկան հասակում կանք արավ նրա այդքան փխրուն, այդքան դրպասկաց սիրտը հայրենիքս զավակներս ասելով, բայց դրա համար եմ ես վիրավորված, որ այդպիսի մարդուն, որ նա զգում էր երևի իր հրաժեշտի ժամն է, բերեց, որպեսի այստեղ ապրեն, մարդ դառնան։ Տիկին Վարժան, ձեր ծնողները լավ են ապրել Եգիպտոսում, բայց դուք ասում եք, թե ինչ զրկանքների միջով են եկել, հայրենիքում ապրել թեկուզ զրկանքով, դա որոշում էր։ Այո, ինչ անենք, բայց հայրենիք է։ Ես հիշում եմ այդ մի սենյականոց հանրագացարանում մուկ կար։ Հա, անգողինները, մաղճակալները հազիվ տեղավորել ենք, ինքը նստած ոտքի վրա անգողինի մեջ հոդված էր գրում, մեկ էլ մուգը, վայ մուգը, մի վախեցեք, Հայաստանի մուգ է։ Հա, այնքան որ նա հայրենասեր էր, Հայաստանին մուգ է, ուրեմն կարելի է չվախենալ։ Այնպես որ հայրս ամեն թելերով կապված էր հայրենիքի հետ եւ ես էլ նրանից վերցրել եմ այդ ամբողջը։ Պապան, որ ինձ տեղավորեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց, արդեն տարեվերջ էր 47 թվի նոյեմբեր 29-ը դպրոցը նշում է Հայաստանի սովետիզացիան։ Ասեցի դահլիճ եկեք բոլորդ էլ, աշակերտներ, ուսուցիչներ, բոլորը գնացի, ես էլ գնացի։ Հիմա ելույթ ունեցան, խոսեցին, մոտանավոր բրծան, վերջում ճոգատավարը մոտեցավ Ֆրանսիայից եկած մի հատ աղջիկ կար, Ժորժետ, ասեց մի բան էլիր դուք, ասի ես հայերեն չգիտեմ, հետո ինձ եկավ, իսկ դու գիտես, ասի այո, ինչ կարտասանես, կարտասանեմ, վեր կացավ բեմ և արտասանեմ, ողջույն ցեզի բանվոր քույրեր, ողջույն ցեզ նոր ազատ կյանքին, որ ուխտավոր ու անցնվեր, փարել եք սուրբ աշխատանքին։ Սա ասեց ես որտեղից գիտեն, սա ասեցի Հայաստանի բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանի բանաստեղծությունն է, որ իմ հայրը տվել է ինձ, որ սովորեմ այն ժամանակ։ Ուրախացան դասատուները չէին իմանում։ Հաջորդ օրը ինձ պիոներ շարքերը ընդունեցին։ Այնքան որ ես արդեն պատրաստ էի, ինձ աշխատանք պետք չէր, գաղափարախոսություն ունեի, ես նրանց կսովորացնեի։ Ես այնքան եմ լսել իմ հայրիկի զրույցները, զեկուցումները։ Ձեր մայրը խրախուսում էր ձեր հորը, ձեր մոր մասին, նրա ազդեցությունը ձեր վրա։ Ես հիշում եմ 2 տարեկան էի, մայրս գրկած էր գիշեր էր, եւ պապան կարդում էր
ներգաղթը պիեսի, իր ներգաղթը պիեսի հատվածները մորս, որ գաղա ասի լավ է թե չէ։ Դա հիշում եմ, ես քնելու պրոցեսի մեջ էի։ Հետո ինձ տանում էր հոգի կլուբ, մաման, ձերքս բռնած, ես հիշում աստիճաններով բարձրանում էինք, մինչև հիմա հիշում եմ, երկար մեծ աստիճաններ էին, լավ տուներ, երրորդ հարկ բարձրանում էինք աստիճաններ, դահլիճը հիշում եմ, երգերը, այդ երգերը այնտեղ եմ սովորել, 3 տարեկանին լսածն եմ, բայց հայրենասիրական երգեր էին սովորեցնում, այստեղ մամաս է, այդ ես եմ փոքր, կիսատերով, մեծ քույրս է, 1939 թիվ, 37 թիվ, ուրեմն 3 տարեկան, բայց ներկա եմ եղել բոլոր միջոցառումներին, մաման էլ կանանց խորհրդի նախագահներ, այնպես որ մամայի հետ միասին գնում էինք, հիշում եմ բոլորը, այն երգերը, որ երգում էին, այն ոտանավորները, որ արտասանում էին, ես այդ բոլորով ապրում էի, այնպես որ ես արդեն պապայի միջոցով, արդեն դպրոց համալսարան ավարտել էի, կարծես թե հայրենասիրության դպրոցը, 36 տարեկանին այրի մնաց, հայրս մահացավ, և արդեն նոր էինք եկել, նոր երկիր, նոր միջավայր, հուսահատություն, 5 երեխա, որ պիտի նայի, փոքր հենց չէին կարողանում քայլել, 4 ֆոտանի էին, հարևանը կար, ծխում էր, ասեց Սիրարփի, արի ծխի դու էլ, որպեսի մորանաս դարդդ, ասեց ոչ, ես չեմ ծխի, այդ փողը երեխաների սնունդին գտամ, և դա օրենք էր, այդպես էլ ինքը ոչ մի կյանք չտեսավ, բայց հերոս կնիկ էր, 5 երեխաներին ուսումի տվավ, բոլորն էլ բարձրագույն ավարտացին։ Երկար ապրեց։ 90 տարեկան մինչև ապրեց։ Պապան որ մահացավ, դժվարություններ ունեցանք այստեղ նոր։ Ես 13 տարեկան էի։ Ազգային գրադարանի տնօրենուհին գրող բանաստեղծուհի Աղավնին կար, նա ինձ ընդունեց աշխատանքի։ Ես պետք է գրքատար աշխատեի, այսինքն գրքերը, մեծ գրքերը, այն ժամանակ լիֆտ չկար, լիֆտ, ոտքով պիտի իջնեի 4 սաատ ներքև, պահեստը, այնտեղից վերցնեի, կամ մեկ ամսվա, մեկ տարվա բաները, կոմպլեկտները, թերթերը, ծանր, պիտի տանեի վերև 4-րդ հարկ, այն գիտական կաբինետ, անում էի սիրով, որովհետև պետք էր, դժվար էր ընտանիք պահելը, պապա չկա, և տանելու ժամանակ մտածում էի, արդյոք ինձ բախտ կվիճակվի, երբ ես էլ նստեմ այդ գիտական կաբինետում, ես այդ գիտական աշխատանք կատարեմ։ Եվ վիճակվեց,